Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելիներ, Վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը երեկ հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. Խստորեն կդատաբարտենք Մերձավան բնակավայրին մեջ տեղի ունեցած զինյալ հարձակումը, որուն հետևանքով սպանվեցան Փարաքար համայնքի ղեկավար Վալոթիա Գրիգորյան եւ քրեական ոստիկանության ծառայող Գարեն Աբրահամյան։ Վիրավորվեցավ նաեւ քաղաքացիմը։ Մեր խորին ցավակցությունը կհայտնենք զոհերու ընտանիքներուն, հարազատներուն եւ համայնքի բնակիչներուն։ Իսկ վիրավորված քաղաքացիին կմաղթենք շուտապույտ ապաքինում։ Դեղի ունեցածը ապացույց է, որ Հայաստանի մեջ դարիներ շարունակ դգարացած են պետական հիմնարկները եւ բազմացած է անբադիժ մնալը։ Իրավաբահ համագարկը գիրականացնե ընդրովի արդարադատություն, իսկ ներկա ներուժը կօգտագործվի քաղաքական հետապնդումներու համար։ Հետևանքները չեն ուշանար։ Անվտանգությունը կգտնվի լրջագույն սպառնալիքի տակ։ Այս հանցագործությունը հարված է ոչ միայն քաղաքացիներուն, այլև մեր պետության եւ պետական հիմերուն։ Այսպես կոչված, իրական Հայաստան հռչակած իշխանությունը դարիներ շարունակ սպառած է սպառնալիքներ կանխելով եւ երկրին մեջ ստեղծելով քրեածին միջավայր։ Ավելին, բարբերաբար հնչող բռնության եւ հաշվեհարդարի գոչերով հանրությունը այսպես կոչված սևերու եւ սպիտակներու բաժնելով իշխանություններ բարարդ հող կստեղծեն հանցագործություններու համար, որոնց թիվը անընդհատ կաճի։ Իշխանությունը կքրեականացնե այլախոհությունը, կհալածե հոգեվորականները եւ ընտիմախոսները, միաժամանակ քաղաքացիները չի պաշտպաներ զինյալ հանցագործներն։ Այս արդեն ոչ միայն անկորձություն է, այլև ուղղակի հանցանք։ Իրավաբահ մարմիններեն կպահանջենք անհաբաղ եւ ամբողջությամբ բացահայտել պատահածը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել մեղավորները, նշած է ՀՅՏ Հայաստանի գերագույն մարմինին երեկվան հայտարարությունը։ Թադավոր Արմինե Մելիքսեթյան երեկ հրաբարագեց Շիրագի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աչաբահյանի թեմ վճիրը, որով Աչաբահյան սրբազանը մեղավոր ջանցվեցավ։ Թադավորը հայտարարեց, որ հետևությունը այն է, որ Միքայել Աչաբահյան պետք է մեղավոր ջանցվի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքի 422-րդ հոդվածի 2-րդ կետի առաջադրած մեղադրանքով։ Վճիրով խափանման միջոց ցկված է ամփոփող իր սահմանափակումներով։ Լրացուցիչ դատական ունկնդրություններ ճշտվեցան 29 սեպտեմբերին։ Միքայել Սրբազանի փաստաբանը լրագրողներուն հետ հարցազրույցի ընթացքին հայտնեց, որ իրենց որոշումը պիտի փողոքական։ Այդ չի քննարկվիր։ Հաջորդ նիստին վստահաբար մեր պաշտպանական խումբը պիտի որոշե, թե ինչ պիտի անե այդ միջնորդություններուն համար։ Հայտնենք, որ 15 օգոստոսին սկսած եւ 1.5 ամսվան մեջ ավարտական փուլ մտած թադավարության ամբողջ ընթացքին պաստապանական խումբը կբնթե, որ գործընթացը անցած է խախտումներով եւ գասկած կհայտնե, որ թադարանը արդար որոշում պիտի կոյացնե։ Մեղադրանքի հիմք դարձած է դարիմը առաջ կատարված հարցազրույցը, ուր Միքայել արքեպիսկոպոս իբրև թե խոսած է հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Ընդ որում, դարիմը առաջ ընդհանուր թադախազությունը այդ խոսքերու մեջ հանցանք չէ տեսած եւ գործ չէ հարած։ Թադախազությունը սակայն գործի հարուցման ընթացքին նկատել գուտա, որ Աչաբահյան հեղաշրջման անհրաժեշտության մասին միտքը գրկնած է հաջորդիվ քանիմը անգամ։ 62-ամյա Սրբազանը մեղադրանքը չընդունիր, ավելին զայն գորագե քաղաքական հետապնդում։ Անոր գսպարնա դուկանքեն միջև 5 տարվա փանդարգություն։
Ռուսական իրավաբահ մարմիններ 3 դեղեկացուցին, որ Սենտ Պետերսբուրգի դատարանեն փախուստի թիմած Արցախի արտագաղթ իրավիճակներու pedagogan ծառայության նախկին փոխտնօրեն Փորիս Ավակյան Սենտ Պետերսբուրգի Հայաստանի հյուպատոսարանին մեջ անձնասպան եղած է։ Նախորդին Սենտ Պետերսբուրգի դատարաններու միացյալ մամլո ծառայության ղեկավար Դարիա Լեբեդևա հայտնած էր, որ Ռոսրեսի Սենտ Պետերսբուրգի վարչության նախկին փոխղեկավար Փորիս Ավակյան փախուստ տված է Կրոնշտադի շրջանի դատարանի շենքեն, ուր տեղափոխված է խափանման միջոց ընտրելու համար։ Դատախազությունը միջնորդած է զայն փանդարգել ավելի քան 4.2 միլիարդ ռուբլի դուրքերը վճարել խուսափելու համար։ Փաստույնֆոյի 23 սեպտեմբերին գրած էր, որ Փորիս Ավակյան իրեն հետ կապ հաստատած է հայտնելով, որ գպապակի գամավոր գերբով Հայաստանի կառավարության հանձնվել։ Տելեգրամի ալիքներուն մեջ հայտնված դեսաուղերձով Փորիս Ավակյան հայտարարած է, որ կացած է հյուպատոսարան, որբեսի զինք հանցնեն Հայաստանի մեջ իրեն մասին հարուցված գործով։ Անթշկո էր, որ հյուպատոսությունը չէր ուզած ընթացք տալ գործընթացին։ Ավակյան իր վերջին դեսակրությունը ուղարկած է Հայաստանի լրագրող Լեա Սարգսյանին եւ բացատրած է, որ 14 ժամ շարունակ խնդրած է զինք հանցնել հայրենիք, բայց Հայաստանի իշխանությունները մերժած են։ Դեսակրության ժամերի հետ հայտարարվեցավ Փորիս Ավակյանի մահվան մասին հյուպատոսարանին փաղնիկը։ Ռուսիո իրավաբանները դեղի ունեցածը նկատեցին անձնասպանություն։ Ավակյան 2021-ին ներգրավված էր Ռուսիո մեջ դուրքերը խուսափելու գործին մեջ եւ ցերպակալված էր։ Ան նաև հայտարարած էր, որ Փաշինյանի գիտությամբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատարներուն օգնած է արտասահման ժամանակ մաքսային մեքենայություններ կատարել։ Հայտնենք, որ Փորիս Ավակյան 2021-ին Հայաստանի ազգային ժողովի մեջ կազմակերպված քերիներու մասին քննարկում են ժամերի հետ պաշտոնե արձակված էր։ Արտագաղթ իրավիճակներու pedagogan ծառայությունը օրին բացատրած էր, որ Փորիս Ավակյանի հերացման պատճառը պաշտոնական թիրքի չարաշահումներ եւ աշխատանքային բարոյախոսության կանոններու խախտումը։ Գովգասի իսլամներու վարչության ղեկավար Ալաշիկյուր Փաշազադե դարձյալ հայարակելական եկեղեցվո հասցեին մեղադրանքներ ուղեց, բնտելով, որ հայ եկեղեցին մինչև օրս վրեժխնդրական ապադեղեկատվություն կդարած է։ Ադրբեջանի մեջ տեղի ունեցած գրոնական հարցերու նիստին խոսք առնելով, ադրբեջանցի հոգևոր առաջնորդը հայտարարեց հետևյալը. Գրոնական առաջնորդներու հետ ազատակրյալ Արցախ այցելություններու ժամանակ մենք բարբերաբար անոնց կծանոթացնենք ադրբեջանական իրականությունը։ Կներկայացնենք համոզիչ ապացույցներ, որոնք կբացահայտեն հայ եկեղեցվո հակաազերբայջանական քարոզչությունը եւ մինչեւ օրս շարունակվող վրեժխնդրական ապատեղեկատվությունը։ Հայտնենք, որ ամենայն հայոց կաթողիկոսությունը նախապես արձագանքած է Փաշազադեի այլ հայտարարություններուն, զանոնք որակելով սդահոտ։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Տայիփ Էրդողան ՄԱԳ-ի ընդհանուր ժողովի իր ելույթին ընթացքին հայտարարեց, որ Թուրքիո եւ Հայաստանի միջև հարաբերություններու ղեկավարումը կընթանա նախադեсվածին համաձայն։ Էրդողան անդրադարձավ նաեւ Երևանին եւ Բաքուին, շեշտեց, որ Անկարա ի սկզբանե աջակցած է Ադրբեջանի եւ Հայաստանի խաղաղության հաստատման ջանքերուն։ Էրդողան կարևոր նկատեց 8 օգոստոսին ցերկբերված համաձայնությունը, զայն նկատելով քայլը դեպի գայուն խաղաղություն եւ շնորհավորեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփը կորձընթացին իրենց ունեցած ներդրումին համար։ ՄԱԳ-ի ընդհանուր ժողովի 80-րդ նստաշրջանին արտասանած իր խոսքի մեջ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքյան հայտնեց, որ Իրան գաչակցի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Պեզեշքյան հայտնեց, որ Իրան գողջուն է խաղաղությունը եւ գայունությունը։ Մենք կգարձենք, թե մեր դարաձգշրջանի եւ աշխարհի աբական պետք է գառուցվի համագործակցության, վստահության եւ միացյալ զարգացման վրա։ Այս ծիրի մեջ Իրան գաչակցի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացին հաստատեց ան ՄԱԳ-ի ամբիոնեն։
Մամլո արտազորույցի ընթացքին Ամերիկայի հայտարարի հանձնախումբի մամլո քարտուղար Եղիսաբեթ Չուլջյան հայտնեց, որ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը ուղղակիորեն կգործակցի Սպիտակ տան եւ կոնգրեսի հետ ապահովելու համար հայ ռազմակերներու եւ Արցախի ղեկավարներու ազատ արձակումը։ Անցյալ շաբաթ ներկայացվեցավ Ադրբեջանի մասին բաժամիջոցներու վերանայման օրենքը։ Մենք նաեւ նամակ ուղղած ենք արտաքին գործոստնախարար Ռուբիոին բանջելով հայ բանդարգյալներու ազատ արձակում, միջազգային հսկողություն հաստատել գեղձ դատավարություններուն եւ բաժամիջոցներ գիրարգել Ալիևի վարչակազմին թեմ։ Մեր հարաճիգա աշխատանքը նպատակ ունի ապահովելու, որ այս բոլոր չանքերը դառնան օրենք եւ ամերիկյան քաղաքականության հիմք, նշեց Չուլջյան։ 25 օկտեմբերին Թուրքիո նախագահ Ռեջեփ Տայիփ Էրդողանի Սպիտակ տուն նախադեсված այցելության անդրադառնալով Չուլջյան նշեց, որ այցելությունը պետք է կենտրոնանա Ամերիկա-Թուրքիա ռազմական գործակցության ընդարձակման վրա։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը հույն եւ քուրդ գործընկերներու հետ գտիմատրե այս վաճառքներուն։ Անցյալ շաբաթ ներկայացուցիչներու դան արտաքին հարաբերություններու հանձնաժողովը ընդունեց Ամերիկայի հայտարարի հանձնախումբին առաջարկը, որ կբարդավորեցնե արտաքին գործոստնախարարությունը զեկույց պատրաստելու Թուրքիո հետ համագործակցության մասին։ Եթե Էրդողան անդրադառնա հարավային Կովկասի հարցերուն, այդ կլա ի վնաս Հայաստանին եւ ի նպաստ Ադրբեջանի ցեղասպանական ծրագիրներուն, նշեց Չուլջյան։ Հայ հեղափոխական դաշնակցության Բուլգարիո գարույցի անդամներն ու համագիրները Պլովդիվեն, Վարնայեն, Սոֆիայեն եւ Ռուսեյեն գիրագի 21 սեպտեմբերին հավաքվեցան Սոֆիայի գետրոնական գերեզմանատուն նշելու համար դաշնակցության հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի եւ անոր գործագից Բրանշաբու Կենդիրյանի հերոսական նահատակության 120-ամյակը։ Միքայելյան եւ Կենդիրյան նահատակվեցան 5 մարտ 1905-ին Սուլտան Աբդուլ Համիդի թեմ մահապորցի ռումբի փորձարկման բահուն։ Հայ եկեղեցվո Բուլգարիո թեմի հոգևորականներ Հրաչ Քահանա Մուրադյան եւ Դիրայր Քահանա Հաթավյան գդարեցին հոգեհանգիստի գարկ, որ մեյետք ներկաները գդարեցին դերունական աղոթք։ Հրաչ Քահանա Մուրադյան հայտնեց. այս ոչ միայն Բուլգարիո մեջ ապրող դաշնակցության անդամներուն համար սրբազան վայր է, այլ աշխարհով մեկ ծրված բոլոր գուսակցականներու համար, որովհետև Քրիստափոր Միքայելյան իր խաղապարներով դարձավ այն սերմը, որ արմատ նետեց եւ բդուղ տվավ։ Այսօր 120 տարի յետք այս սերմը գշարունակե բդուղ տալ։ Ձեր ներկայությունը այստեղ անոր վկայությունն է, ինչպես նաեւ դաշնակցության աշխույժ կորձնեությունը ամբողջ աշխարհի մեջ։ Այս կվգայե այն մասին, որ Քրիստափոր Միքայելյան եւ անոր համախոհները գուսակցության հիմնադիրներ դարձան ազատության խաղապարի չհագիրներ, եզրագացուց Քահանա հայրը։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ, վանացայնի եթերով էթիմադետրի էչով, CZD-ին ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը, CZD-ին ցայնաղորդավար Նատալին, Սերլին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։